Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի եւ ամսաթվի վերաբերյալ։ Այս մասին Բրազիլիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Բրազիլիայի ամենամեծ եւ ազդեցիկ օրաթերթերից մեկին։ Նախարարը նշել է, որ ցավոք Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում նոր արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին։ Մեզ անհրաժեշտ ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք հանդիպելու եւ ստորագրելու պայմանագիրը, ասել է Միրզոյանը։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում եւ տպավորություն է, որ պատրաստ չէ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Ստիվ Ուիտկոֆը լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինային եւ Մերձավոր Արևելքին, խոսել այդ տարածաշրջանում հակամարտությունները դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերից։ Բանագնացի խոսքով Միացյալ Նահանգների միջնորդական դերն իմաստ կունենա միայն եթե ամերիկյան կողմը վստահ լինի, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ։ Ինչու ժամանակ վատնենք, ասել է, որ կարող ենք խնդիրը երկխոսության միջոցով լուծել, իսկ հետո չհաջողենք։ Այս հաշվարկները վերաբերում են ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Ադրբեջանին եւ Հայաստանին, ասել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու վերաբերյալ, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին X սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Լուի Բոնոն։ Դա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին, ավելացրել է նա։ Նախորդին 4 բեռնատար Սիրիայի համար մարդասիրական օգնությամբ հատել են հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետը։ Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով հումանիտար բեռների տեղափոխումն իրականացրած ԱՊՎ միջազգային բեռնափոխադրող ընկերության բեռնատարներին ուղեկցել են թուրքական ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ավելի վաղ հայտնել էին, որ միջազգային բեռնափոխադրող ընկերություններից մեկի 4 բեռնատարներ մարտի 21-ին շարժվել են դեպի հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետ, Սիրիա մեկնելու նպատակով։ Կառավարության որոշմամբ մարտի 21-ից մինչև մարտի 31-ը գործարկվել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետը։ Հայաստանի անունից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ հետ։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակում առաջիկա միջոցառումները։ Միրզոյանը շնորհավորել է Լավրովին 75-ամյակի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը 3 հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ ըստ էության որևէ նոր բան չի հայտնել։ Նա կրկին վերահաստատել է, որ պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի եւ ժամկետների շուրջ։ Նաեւ խոսելով Ադրբեջանի երկու պահանջներից, այն է սահմանադրության փոփոխություն եւ Միսկի խմբի լուծարում, ասել է, որ պատրաստ է քննարկել դրանք։ Սահմանադրության հետ կապված նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին, սակայն չի բացառվում այն անցկացնել 2026 թվականի ընտրությունների հետ համատեղ։ Փաշինյանը նաև անդրադարձել է քննադատություններին, թե Հայաստանը միակողմանի զիջողի դերում է Ադրբեջանի հետ բանակցություններում եւ ասել է, որ Հայաստանը զիջումներից չի գնացել, նշելով, որ մեջբերում է ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ինչ ենք զիջել կամ Էդ էլ է շատ կարևոր խոսակցություն։ Այդ զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք։ Եվ ընդ որում սկսած 2020 թվականից եւ նրա նախորդող շրջանից, որովհետեւ զիջել ենք ինչը, որովհետեւ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է վերջո անդրադառնանք եւ քննադատական տանք, երբ որ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պետք է գնահատական տանք։ Այս շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է եւ այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որովհետեւ նույն գիրանց ոսկեպար հատվածում ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Այս շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք ի վերջո բաց խոսենք։
Նստենք ի վերջո բաց խոսենք, ընդ որում հանրային հանրության հետ էլ եմ պատրաստ ես քննարկում ունենալ։ Որտեղ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքական զիջել, ինչ ենք զիջել։ Ես կարծում եմ, ես Գյումրիում վերջին անգամ այսինքն առաջին անգամ համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ եւ պատասխաններ ստացել եմ։ Եվ այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո, մենք շատ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև թե ինչ ենք ձեռք բերել։ Մենք ձեռք ենք կամ ինչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։ Ես միանշանակ ասում եմ, ես 7 տարի վարչապետ եմ, չէ, արդեն Հայաստանի Հանրապետության։ Ես եւ այսօր ասում եմ, որ իմ կարծիքով եւ վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր այն ինչ որ մենք անվանում ենք, որ չզիջման շրջան, այդ թվում իմ վարչապետության շրջանում մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը եւ մեր պետականությունը։ Պետք է հասկանանք, ի վերջո, պետք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար ասեք ինչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, էս էլ է շատ կարևոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Նախօրեին ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջև։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արձակաբեր գազ է կիրառել։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի հանրահավաքի մոտ 300,000 մարդ է մասնակցել, 343 հոգու ձերբակալել է ոստիկանությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկն Ուկրաինայում։ Լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն ենթարկվել է մեծ պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսով բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը համաձայնել է Թրամփի 30 օրով էներգետիկ օբյեկտներին փոխադարձ չարվեցելու առաջարկին։ Մինչ այդ մարտի 11-ին Ուկրաինան համաձայնել է Թրամփի առաջարկին 30 օրով լիակատար հրադադարի մասին։ Իսրայելի հետ Լիբանանի սահմանին վերսկսվել են մարտերը։ Ըստ լիբանանյան լրատվամիջոցի իսրայելական բանակն իրականացնում է մեծածավալ գործողություն գնդացիրների միջոցով։ Իր հերթին իսրայելական լրատվամիջոցը հայտնել է, որ դեկտեմբերից ի վեր առաջին անգամ առնվազն 5 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի հյուսիսային սահմանամերձ Մեթուլա համայնքի ուղղությամբ։ Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան Ռուսաստանին պաշտոնական հարձապնդում է ուղարկել երկրի տապալված նախագահ Բաշար Ասադին հանձնելու մասին։ Սիրիայի առաջնորդը հայտնել է, որ Ասադը պետք է հայրենիքում կանգնի դատարանի առջև։ Հանրապետության տարածքում վաղ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-ից 27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Մայրաքաղաքում վաղ գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից 2 աստիճան, վաղը ցերեկը 11-ից 13 աստիճան տաքություն։